Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, ես գտնվում եմ ուրեմն Էրեբունի առաջին ատյանի ուրեմն դատարանում, այս դատարանում այս պահին ուրեմն իրենց վարքագծով, իրենց պահվածքով ուրեմն հանցագործի պահված դրսևորող ուրեմն անձի անհատականություններ են ծառայում, ուսադիր են կրում, համազգեստ են կրում։ Հիմա ես ուրեմն ցույց եմ տալիս, նայեք։ Գոռում են այդ տղա, էսի քո տաքսին չի, էսի սենց չի, էսի նենց չի, հիմա մտել են ներս, ուրեմն դուրս չեն գալի, ոնց ուզում խոսում են, կամերաները սաղ արձանագրել է մեր ուրեմն խոսակցությունը, համ իրենցը չեն թողում խոսած, վրա են տալի, գոռում են վրա, քաշքշում են, մի խոսքով հրահրում են, պրովոկացիա են անում, որպեսզի ուրեմն դու քեզ հավասարակշռությունից դուրս հանեն։ Ուրեմն բոլոր կամերաները կա, արձանագրվել է, ես եկել էի ուրեմն իմ տված հայցադիմումի ուրեմն կապակցության, որ հասկանայի իմ տված հայցադիմումին, ես 18 օր սպասել եմ, ամսի 29-ին եմ տվել, հունիսի, ուրեմն այսօր արդեն ամսի 17-ն է, վերադարձ է եղել, պատճառաբանությունը հետևյալն է, որ հայցադիմումի մեջ ուրեմն սխալներ կա, թերություններ կա։ Ես էլ եկել եմ, ասում եմ, որ բա եթե սխալներ կար իմ հայցադիմումի մեջ, թերություններ կար, բա ինչու չէիք դուք ինձ ասում, մուտք անելուց առաջ իմ հայցադիմումը ձեր աշխատակազմում, ուրեմն քարտուղարությունում, որ հայցադիմումի մեջ ուրեմն բաներ կան, թերություններ կան, որ ես այդ թերությունները, եթե կային նրանք, շտկեի, նոր ուրեմն ձեզ նոր մուտք անեի։ Հիմա ես էդի մուտք եմ արել, դուք ինձ անից ընդունել եք, գնացել է 18 օր անցել է, նոր դուք ուրեմն ինձ վերադարձ եք արել, ասում եք տար երրորդյա ժամկետում շտկի, նորից բեր, նորից ներկայացրու, որ նորից ես նստեմ 18 օր սպասեմ, մի հատ էլ սպասեմ երբ եք դուք վարույթ ընդունում, մի հատ էլ վարույթ ընդունելուց հետո երբ եք նոր դատական նիստ նշանակում, ու սենց շարունակ։ Ու այս դատարանին դիմել եմ, այս դատարանը Էրեբունու գործը փոխանցել է Աջափնյակի դատարանին։ Ասում ինչ եք փոխանցել, ասում այստեղ զբաղված էին, ընդեղ ենք փոխանցել։ Հիմա նորից ասում 1000 նոր հայցադիմումը ներկայացրու 2 շաբթի կամ եթե չես ուզում այդ նույն դատավորը լինի, 2 շաբթի մին ներկայացրու, 3 շաբթի ներկայացրու, որ դատավորը փոխվի ուրիշ դատավոր լինի։ Ու այսենց դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Իսկ ինչ վերաբերվում է շենքի մեջ, ծառայություն են իրականացնում, կարգադրիչներ են կոչվում։ Ուրեմն ես հիմա ձեզ նկարահանում ենք, սա Էրեբունու խեք կանգնե դիմացի դրան։ Որտեղ ներսը Ինչ ներսը։ Մթնոլորտ եք սարքում, մթնոլորտ չես սարքում։ Սարքում եք, դուքով խոսեք։ Քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության դուքով խոսեք։ Դուք սարքում եք ներսը։ Այդ այնց խոսեք։ Այո, ես մթնոլորտ չեմ սարքում, ուրեմն բոլոր տեսանկարող, տեսաձայնագրող սարքերով ձայնագրվել եմ, ուրեմն պատկան մարմինները կզբաղվեն դրանով անպայման։ Խոսքս անձամբ ձեր անձնանատականության հետ կապված չի, դուք ձեզ նորմալ եք դրսևորել, խոսքս ձեր աշխատակիցներից մեկի հետ է կապված, դուք հիմա պաշտպանում եք ձեր գոլեգային, բայց ձեր գոլեգան իրեն շատ վատապահ է, իմ անձնանատականությանը վիրավորել է, էսի քո տաքսին չի, ապե, արա, այ տղա, դու ով ես, կարող է ջոգել ես, սենց, ուրեմն լսեք, Հայաստանի Հանրապետության վարչապետի պես եմ ասում, ես էլ կրկոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ամբիցիաներով եւ էմոցիաներով ես այսպես եմ խոսում, ես չեմ բղավում, ես այսպես եմ խոսում, Ստե կոնսերվատորիայի վոկալ քննությունների դաս չի, դուք էլ դասախոս չեք, իմ ձենի օկտավաները դուք չեք կարող ստուգել, սա իմ խոսալու տոնն է եւ տոնայությունն է։ Հասկացանք իրար ամենայն հարգանքով։ Ես չեմ գոռում, գոռալու որակավորումը որևէ մեկը չի կարող տա։ Որևէ մեկի անդորը չեմ խանգարում, հասարակական կարգ չեմ խանգարում, 23:00-ից էլ 07:00-ն հաստատ այդ ժամերի հետ չի համապատասխանում մեր խոսակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է ձեր գործընկեր ծառայեկիցին, որ ինքը իրան նման պահվածքով է դրսևորել, պաշտոնական դիրքը չարաշահել է, իրեն տրված լիազորությունն ինչպես նաև այն համազգեստը, որ ինքը հագնում է, այն ուսադիրները, որը կրում է, եւ միևնույն ժամանակ այն վարչական շենքը, որտեղ որ ինքը ծառայություն է իրականացնում, այսինքն Էրեբունու ուրեմն առաջին ատյանի իրավասության դատարանի շենքում ծառայություն է իրականացնում անվտանգության ոչ, ուրեմն դուք այդ բառը ասելու համար եւս ուրեմն պատասխանատվության կենթարկվեք, անհիմն զրպարտելու ինձ, անհիմն ինձ զրպարտելու եւ անհիմն ուրեմն իմ անձնանատականության վերաբերյալ նման բաներ խոսալու։ Կես մետր դուք կանգնեք հետ, ինձ հիմա թքելով դուք եք խոսում, դուք հիմա դռնից մի քիչ հետ կանգնեք, թողեք ես կամ մտնեմ ներս կամ դուք եկեք դուրս։
Ուրա ձեր ծառայակիցը, խնդրում հրավիրեք ձեր ծառայակիցին։ Խիչի գալի գնացել է թաքնվել է։ Չի թաքնվել։ Թաքնվել է, հիմա ժողովուրդը իրան տեսնում է, ձեզ էլ է տեսնում, բոլորը մեզ տեսնում են։ Ինչ որ թաքնվել է, հա, ձեր։ Թաքնվելու շուտ։ Բա ինչն է պատճառը։ Որտե վիճաբանություն է սա։ Ես չեմ վիճաբանություն սարքում։ Դուք հիմա ինձ ձեզ ձեռատալի եք խոսում, բայց արձանագրերը նորից եմ ասում։ Բա որ արձանագրված է, ինչու եք հիմա ինձ զրպարտում։ Դուք հիմա զրպարտում եք, չէ՞ որ այդ կամերաները նայելու են, տեսնելու են։ Ես չեմ զրպարտել։ Միևնույն ժամանակ ձայնագրությունն էլ կա մեր մոտ, այդ էլ ամեն ինչը կբարձենք։ Ես ինչ ձև է չհասկացա, ամեն մեկը ոնց ուզի իրան կարա պահի, ասում են խեք դուք ես դեռ ես ոնց ուզում ինձ տես պահում եմ։ Ոնց ուզեմ ինձ տես կպահեմ։ Այդ դուք չեք լսել, ես լսել եմ։ Հա, արձանագրերը նաև կամերաները նաև ձայնագրվել է։ Հիմա դուք պաշտպանողական վիճակ եք ապահովում, ես ձեզ հասկանում եմ։ Բայց նորից եմ ասում, դուք ձեր վրա բեռ եք վերցնում, ձերս մնացեք ուրեմն զրպարտելուց եւ սուտը պաշտպանելուց։ Ուրեմն անկեղծության արդարության կողմնակից եղեք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես մարդ, եւ որպես այս ուսանողների կարող մարդ։ Դա ճիշտ է։ Որտեղ վաղը դուք կարող եք ուսանողները չկրեք եւ այս շենքի հետ կամ մեկ ուրիշ շենքի հետ խնդիր ունենաք եւ որից մեկը ձեր նկատմամբ ձեր նկատմամբ տենց իրեն դրսեւորի։ Հիմա ես ուսանողները հարգելով ինձ ավելորդություն ցույց չեմ տվել, չեմ ենթարկվել պրովոկացիաներին, մանիպուլյացիաներին, այսինքն սադրանքներին չեմ տրվել, որ ես իմ հունից դուրս գամ հավասարակշռությունից այլ գործողությունների շարք ապահովեմ, այսինքն հարվածեմ կամ ես անեմ կամ անեմ, ես այդպես բան չեմ կարող անեմ, որտեղ ես այդ ուսանողները հարգում եմ, այդ համազգեստը հարգում եմ, օրենքը հարգում եմ։ Բայց իսպես չի հրահրել քաղաքացուն նման գործողությունների եւ տենց քնթի պահված դրսեւորել, որը որ չի համապատասխանում ոչ այս շենքի, ոչ էլ ձեր կարած համազգեստի հետ, ոչ էլ այդ ուսանողների հետ։ Թող միացնեն, թող կմիացնեն եւ կնայեն, բայց դուք էլ որպես ինքնին դա դրժող, որ նման բան չի եղել, եւս ձեզ էլ հարց կտան, թե դուք ինչի եք նման ձևի ուրեմն կողմնապահություն դրսեւորում եւ ստում եք եւ զրպարտում եք ասելով, որ նման բան չի եղել։ Մեքենայի հետևը կայնած հայոյան։ Նորից ստում եք դուք ստում եք, կապացուցեք ուրեմն դուք կապացուցեք, դուք ստում եք։ Լիքը մարդիկ տեսել են նաեւ ձեր կամերան կարևորը տեսել է, լիքը մարդիկ էական նշանակություն չունի։ Հիմա դուք ստում եք, ամոթա մի արեք, ես ձեզ նորից բերում եմ այն վիճակին, որ դուք ձեզ տես չպահեք, բայց դուք նորից պահում եք։ Մի խոսքով ես ձեր հետ էլ չեմ ուզում զրուցեմ, Աստված ձեզ օրհնի, ձեր տները, ձեզ ճիշտ դրսևորեք, իմացեք այս կառույցներում պետք է օրենքով սահմանված կարգով աշխատեք։ Ձեր աշխատակցին չեք ուզում հրավիրեք գա։ Ոչ, խի գնաց, ձեր չի տալի, կամերաներից դուրս չի կարում, կամերաների առաջ չի կարում իրան տես դրսևորի։ Տենց գողական գնա բանման, տենց քրեական մշակույթ հանդիսացող տարի պես իրան պահի, համազգեստի ուսադիրը հակած։ Ես նման մարդ չեմ, ես տես չեմ պահում։ Այդ դուք եք դες պահում։ Դուք մա կլյաուզա եք անում։ Ստեսություն ձեզ, հաջողություն ձեզ, հաջողություն։ Մի խոսքով տեսակ։ Այս ուրեմն մարդկանց պահվածքը ոնց են իրանց պահում, ոնց են իրանց դրսևորում, խուժանների պես, պատկերացրիք, փողոցայինի պես, խուժանի են, բոսյակի պես, այսինքն պագոնը հակել են, բանա, իրանց դրել են լավ տղու տեղ, էլի տենց երևակայում են իրանց, պատկերացրիք, տենց բանա, այ տղա, որ մի հատ ասենք խփես, մի հատ չափալախես, ասենք պագոնով մարդուն խփեց, գործ տվող էլի պատկերացրիք սադրիչ ասենք պրովոկատոր, բայց վերագրում են յանի դու ես գործ տվող էլի, յանի հենատես մեզի նկարում ես, բա դու որ պրովոկացիա ես անում, բա մենք ինչ անենք որ քո առաջ պաշտպանվենք, որ մարդիկ տենան, որ պագոնը հակդ, այդ ֆորմեն հակդ, դրել ես ինձ այտաղա ես ասում, տենց քեզի երևակայում ես, երևի տենց YouTube-ներից ես տեսել բանման, տենց ուրախացել ես էլի որ Գալստյան Արմանի հետ կարող ես հարաբերվես։ Մի խոսքով, ծիրելի հայրենակիցներ, սրա նման ուրեմն ворթերին պետք է այս շենքերից հանենք դուրս։ Դա կլինի ոստիկանության համակարգ, դա կլինի դատական համակարգ, դա կլինի քննչական կոմիտե, էական չի։ Ով իրան զուսպ չպահեց, այսպես փնթի ձևով պահեց, եթե իմ հետ սենց են իրանց դրսևորում, պատկերացնում եք այն խեղճ ու կրակ, իրավագիտակցության մակարդակ չունեցող, ասենք խոսքի օրինակ այդ քաղաքացիներին, սրանք ինչ են անում։ Աչուձախ տշում են էլի փաստորեն։ Այս դռնից են դուրը։ Հələ սրանց սպահվածքին, վիճակին, ոչ բարևարկություն կա, ոչ կարգապահություն կա, ոչ խելքի են, որ իրանք ծառայության մեջ են, կարելի է, չի կարելի, կոֆե խմելու տեղ է իրանց համար, ճշտի օֆիս են բացել, բիսեդկա է, եկել են, նստել են, ով ինչ ուզում կուրաժի տալն, վիպինդրիված է ալն, իրա երևակայում է, պատկերացնում եք, ընդ ասում է, ինչը տաքսու շոֆեր չես ասում, տաքսու շոֆերներից հղի ես, ինչ այլ է տաքսու շոֆերը մորը տա տանում, քլոջը տա տանում, երեխեքի տա տանում, այդ տաքսու շոֆերներից դուք ես տես բանելած, աբիժնիկ մնացած, այ քեզի բան։ Ես ով են ես լկտիները, չեմ հասկանում։
Պարոն Փաշինյան, տեղեկացնում եմ ձեզի, զեկուցում եմ, այսպես պրովոկատորներ, սադրիչներ, այսպես խուժաններ են նստած, այսպես համապատասխան շենքերում։ Որից մեկն էլ Տերեբունու առաջին Ատյանի իրավասության դատարանում ուրեմն ծառայություն իրականացնող բանը անվտանգության կարգադրիչներ են, ինչ են, այդ կարգադրիչներից մեկը, որ ասենք ինքը այդ ֆորմեն որ հանի իմ հետ չի կարա երկու տառու բառ խոսա, તો ֆորմեն հակնել չի կարա խոսա, բայց ինքը սադրում է պրովոկացիա անում, որ դու բորբոքվես, հունից դուրս գաս տականաս, հա, ու ասենք խոսքի իրան մի հատ բրթես, հրես կամ հարվածես, այս վրա է գալի բաներ անում բան, ասենք քեզի սենց ուզում կծի, մի բառ ավել ասի, մի տառ ավել ասի, հետո հավասար խոսա, չթողի դու խոսաս, անընդհատ ուզենա քեզի կաշկանդի, սենց, ու вообще իր հետ էլ կապված չէր էս ամեն ինչը, ես եկել էի քարտուղարություն խոսում էի, կամերաները կա, ամեն ինչը կա, կարան բացեն, պատկան մարմինները նայեն, իմ խոսակցությունն էլ իրենց պահվածն էլ, իրենց դրսևորման ձևն էլ, ու իմ հավասարակշռված ձևն էլ ինձ զսպելու վիճակներն են, էս պետությունը։ Ու այսպես սաղ տեղերը մենք պետքա այցելենք հասկանանք ինչա կատարվում։ Բարդակ խանա է էլի։ Բա պարշի որ ես բարդակ խանի մեջ այսպես բակասեն Նիկոլ Դավաճան, բակասեն Նիկոլ սաղ դու ես մեղավոր, բակասեն, բա ի՞նչ կանեն։ Բա դրա համար էլ ձեզի պարոն Փաշինյան, այդ այնց առավոտից իրիկուն բան են անում։ Ասում են Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որովհետև դուք տեղյակ չեք այս կառույցներում ովքեր են նստած։ Յա չեն զեկուցում ձեզի, յա չեն գալի ձեզի ասում, յա էլ պետք է մեկը գա, որ ասի, ոչ հավես ունի ասի, ոչ էլ չի ուզում քաշքշուկի մեջ ընկնի, բան ընկնի, դե տենց էլ չեք էլ իմանում ինչա կատարվում։ Հիմա ես ձեզ տեղեկացնում եմ ինչա կատարվում։ Այն ո՞նց եք ասում մանկապարտեզներ եմ գնալու, դպրոցներ եմ գնալու, այդ մեկ-մեկ էլ եկեք ստեղ։ Հենա ես ձեզ տեղեկացնում եմ։ Դե պետական վերահսկողության ծառայությանը, մնացած ներքին անվտանգության վարչությանը ցույցում տվեք, թող սրանցով զբաղվեն։ Տանեն միացած ծառայողական, կարգապահական, բարևարկության մեջ սովորացնեն իրենց вообще ոնց է պետք պահել այդ համազգեստի տակ, այդ ուսադիրի տակ, որ այդ ուսադիրները չփխծեն, չհարամեն։ Դրա համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող ընկալի։ Դրա համար մեկի հետ որ մի հատ հարց ալնում, օբշի վրա տարածվում։ Չեն ասում կոնկրետ հենց էս մի, ասենք ոստիկանը կամ հենց էս մի քննիչը կամ հենց էս մի կարգադրիչը։ Ասում են կարգադրիչները, ասում են ոստիկանները, ասում են պարեկները։ Բոլորի վրա է տարածում։ Կակոյնի բուց մի հատ այսրանց նման բանը ճիճուների պատճառով, որ իրանք կիլկի են, իրանցից բան չեն ներկայացնում, բայց իրանց դրել են ասետրինի տեղ։ Մի խոսքով սիրելի ժողովուրդ, այսքանը, ուրեմն հեսա մյուս եթերը փոքրինչ ուշ կմտնեմ, ուրեմն կներկայացնեմ բովանդակությունը, այս իրանց ուղարկած ուրեմն 18 օրանց այս նամակի կապակցությամբ, հիմա նոր թազանորից հայցադիմում ենք պատրաստել, այդ իրանց ասած ուղումները կատարել ենք, որ նորից սպասենք երեքշաբթի օրը մուտք անենք։ Պատկերացնում եք։ Իսկ ինչ խայտարակ վիճակ արա, սաղ տեղերով։ Դատարան, քննչական կոմիտե ընդ ոստիկանություն մյուս, ես ինչ եք անում դուք։ Փոքրինչ ուշ նորից կմտնեմ եթեր։ Ժողովուրդ ջան, կմտնեմ, կասեմ ինչ են ուղարկել ինձ։ Ու մենք էլ պատրաստել ենք, մենք ինչ պետք է ուղարկենք իրենց։ Լավ մնացեք, առայժմ։